Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ։ Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 82 մմ-անոց ականանետեր։ Պաշտպանության բանակի առաջավարձ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս գիշեր հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագծու հյուսիսարևելյան հատվածում։ Ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը եւ համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում։ Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։ Ինչպես հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ մեր հանդիպման հիմնական առանցքը նորից Ղարաբաղի տնտեսության հետ կապված հարցերն են, պաշտպանական խնդիրները։ Ուրեմն մենք ունեինք Դաշնակցության ընդհանուր հանձնարարականը որոշ հարցերի շուրջ, հատկապես օժանդակությունների, ռազմական հզորությունը մեծացնելու եւ տնտեսական պոտենցիալը մեծացնելու հարցերներ։ Նախագահան իր բոլոր շեշտադրումներն արեց այդ հարցում, ներկայացրեց այն ուղղությունները, որտեղ հիմնական անհրաժեշտություններն են ծագել եւ բավարարված քննարկում իրականացրեցինք այն վիճակից, որ այսօր տիրում է Լեռնային Ղարաբաղում ժողովրդի կամքի դրսևորման, հերոսության, միասնության խնդիրները։ Ես կարծում եմ, սա մեր ժողովրդի համար խիստ եզակի ժամանակաշրջան է, երբ մենք կարող ենք համախմբվել, մենք կարող ենք հզորանալ եւ այն մեծագույն խնդիրը, որ մենք ունենք, ավարտել այս process-ը, նախանշվում է ավարտման ուղիները։ Մարտական հերթապահությունը ոչ, բայց մարտական ծառայությունը հատուկ է տանկիստներին, հատկապես երբ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում հակառակորդը խախտում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Պաշտպանության բանակի տանկային բրիգադն ապրիլյան գործողություններին չի հասցրել մասնակցել։ Հակառակորդը սպասվածից շուտ է հրադադար խնդրել։ Այսօր խնդիր չունենք մենք, ասենք, կատարելու, սպասում ենք, եթե դրան հնարավորություն լինի, անպայման կատարելու ենք։ Եվ թերևս ունենք ազնագազմի մեջ այնպիսի մարդիկ, ովքեր որ ձգտում են, մի պահ տխրում են, երբ որ մարտական գործողությունները դադարեցվել են, մի պահ տխրել են, որ ինչու իրենց բախտ չվիճակվեց մասնակցել, անձամբ տեսնել ու անձամբ մասնակցել։ Բոլորը պատրաստ են, բոլորի մարտական ոգին բարձր է։ Հենց այդ մարտական ոգով էլ բանակի տանկային բրիգադներից մեկը պաշտպանության բնագծում է եւ պատրաստ հրամանի։ Առաջ շարժվելու հրաման դեռ չունեն ու շարունակում են պատրաստվել եւ մնալ լավագույնների շարքում։ Տանկային բիատլոններում հայկական զինված ուժերը ներկայացրած բրիգադի անձնակազմն իր խնդիրը գիտի։ Ավելորդ մի գործողություն եւ հակառակորդը հայտնվելու է թիրախում։ Հետևանքներն ամբողջ աշխարհն է տեսել, ծանր են լինում։ Նրանք, ովքեր որ իսկականից մասնագետներ են, ավելի լավ կարող են հասկանան եւ ասեն։ Սա ես նշեցի ընդամենը ասեկոսություններ են, որոնք իրենից բացարձակ ոչինչ չեն ներկայացնում, իսկ եթե կարող են լինել, վստահ լինեն մեր ժողովուրդը, որ պատրաստ ենք անպայման դիմակայելու, ինչու՞ չէ նաև ավելին անելու, որովհետև նրանք դրան արժանի են, եթե այլ ձևով չեն հասկանում։ Հակառակորդի ամեն մի շարժը զինվորականներին հետաքրքրում է, բայց չի անհանգստացնում։ Ամեն ինչ համապատասխան ստորաբաժանումների հսկողության տակ է, եւ Ֆողգանդապետ Ասրյանն արտարոց ոչինչ չի տեսնում։ Մայիսյան եռատոնին հակառակորդը նախորդ տարիներին էլ փորձել է սրել իրավիճակն առաջնագծում։ Պատասխանը երբեք չի ուշացել։ Վերջին հարվածների հետքերն էլ դեռ թարմ են։ Պաշտպանության բնագծից Ֆողգանդապետը հորդորում է պատրաստվել ու բարձր մակարդակով նշել հաղթանակի տոնը։ Չեմ էլ կարծում, որ կամ մեկը մեր հասարակության մեջ, որ կասկածի տակ է դրել մեր մարտունակության, զինված ուժերի մարտունակության եւ իրենց խնդիրների փայլուն կատարման վրա։ Հակառակորդը չի կարող որևէ կերպ մեր ժողովրդի տրամադրությունը փչացնել, մանավանդ մայիսյան եռատոնի նախօրյակին։ Լեռնիկ Ասրյանի խոսքով քառօրյա պատերազմի դասերը հարևան Ադրբեջանում դեռ երկար են հիշելու։ Ապրիլյան իրադարձությունները եկան ապացուցելու, որ խաղաղությունը պահպանում են պատերազմի պատրաստվելով։
Տանկային բրիգադի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն ավելացնում է. Արցախյան գոյամարտի հերոսների կողքին հիմա զինվորները նոր հերոսներ էլ ունեն։ Իրենց հասակակիցներն անձնական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է պաշտպանել հայրենիքը։ Իրականում միշտ չէ որ նրանք ովքեր որ սովորական առօրյա կյանքում ավելի ակտիվ են, մարտի դաշտում կարող են նույնպես ակտիվ լինեն։ Կային մարդիկ, ովքեր որ ուրեմն շատ սուսիկ, փուսիկ էին, բայց այնպիսի սխրագործություններ, հերոսություններ կատարեցին, որ ուղղակի նրանց ճանաչողները ապշած են։ Բոլորին շնորհակալ ենք։ Դաշտային պայմաններում տանկում թե խրամատում Եռատոնին առաջ թե հետո պաշտպանության բանակը շարունակում է հսկողության տակ պահել իրավիճակը։ Հարկ եղած դեպքում առաջնագծում հերթապահող ստորաբաժանումներին տանկային բրիգադներն օգնության են հասնելու ընդամենը րոպեներ անց։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր